Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, որի եթերում հետախույզի օրագիրը հաղորդումն է։ Առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Վովա Վարդանովն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Ողջույն։ Մեր այսօրվա հաղորդումը ես կցանկանամ նվիրենք վերջերս քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր Հայկ Սարգսյանի կողմից մշակված օրենքին, որը վերաբերում էր 27-ից 37 տարեկան բանակում չծառայած հետախուզման մեջ գտնվող անձանց, որոնց համար առաջարկվում էր մի քանի տարբերակ, կամ գալ 24 ամիս ժամկետով ծառայել, կամ ծառայել 12 ամիս ժամկետով եւ վճարել պետական բյուջե 2.5 միլիոն դրամ, կամ 6 ամիս ժամկետով եւ 5 միլիոն դրամ եւ 1 ամիս ժամկետով վճարելով 8 միլիոն դրամ եւ դե ընդհանրական զինվորական ծառայությունից, այսպես ասած, խուսափելու փոխարեն կամ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Եկեք հասկանանք, որքանով է այս պետական բյուջեով զինվորական ծառայության փոխարինումը էֆեկտիվ եւ արդյոք այսպես մենք ուղղակի հիմք չենք դնում ճակերտավոր ասված աղքատի բանակի։ Գիտեք ինչ, դեռևս 18-րդ դար մեր թվարկությունից առաջ Բաբիլոնի թագավորի Խամուրապի գրությունների մեջ կար պատժամիջոցներ բանակից խուսափելու վերաբերյալ։ Դա հին ձև է։ Ու ինքը ինչ էին անում այն ժամանակ, փոխարինողներ էին ուղարկում։ Փող էին տալի մի աղքատի, որը որ այդ հարուստի տեղը կետար կծառայեր։ Ինքը դրա դեմ պատժամիջոց էր մտնում։ Հնարավոր էր ուրեմն եթե համ փոխարինող ես անում, համ էլ փող ես վճարում պետական բյուջե թագավորին, այդ դեպքում նոր, ասենք, պատժամիջոց չկար։ Ինքը շատ նման է, փաստորեն ինքը շատ հին խնդրեմ է։ Երևակայի Խամուրապից առաջ էլ այդ խնդրեմը եղել է, ասենք, Ասորեստանի, ասենք, բանում Սարգոն առաջինի կամ Սարգոն հանի, ասենք, ժամանակ կամ հին Եգիպտոսում երևի, դա շատ հին խնդրեմ է։ Դա սոցիալական արդարության մասին չէ, հակառակը, ինքը սոցիալական անարդարության մասին է, բայց մենք կարող ենք, ասենք, ինչ որտեղ սոցիալական արդարություն մտնենք, եթե մարդը պարտադիր զինվորական ծառայության սենց տենենց գնա։ Կարող ենք։ Եթե վերցնում ես, օրինակ, այդ դեպուտատի ոնց էր անունը։ Հայկ Սարգսյան։ Հայկի օրենքը, որ ինքը, ասենք, նախաձեռնում է, մեջը մի հատ լավ կետ կա, որ հնարավոր է քիչ ծառայելով գումար մուծես եւ այդ սոցիալական անարդարությունը մի քիչ համեմատաբար հարթվի։ Ճիշտ է, ինձ դուր չի գալի մի ամսվա ծառայությունը, այնտեղ կար, կարծեմ, կես տարի թե մի տարի եւ փող մուծել։ Բայց մի ամսվանը դա ոչ մի բանի մասին է։ Դա ոչ թե սոցիալական արդարություն մի քիչ պահելն է, այլ ձևական է ավելի շուտ։ Լրիվ ձևական է։ Որտեղ մի ամսվա մեջ այդ երիտասարդը, որի ծնողները իրեն օգնում են, որ ինքը բանակից խուսափի կամ ծնողներն են անում ունենց, որ ինքը ոնց որ ասած տղամարդանալու process-ը մի քիչ հետանգնի իր, որտեղ բնությունը տղամարդացնում է մոտավորապես 25-27 տարեկանից։ То есть գալիս է հասուն տղամարդա դառնում մոտ 25-27 տարեկանում։ Բանակում ծառայելու հաշվին եւ այն պատասխանատվությունը կրելու հաշվին, մանավանդ եթե մի քիչ խելացի հրամանատարներ են ելնում եւ զինվորականների հետ, ասենք, ժամկետային զինվորական ծառայության անցնող մեր քաղաքացիների հետ աշխատանք են տանում բացատրական, որտեղ այդ նախկին երեխան սկսում է հասկանալ, որ ինչ բեռ է իր ուսերին, հասունացումը շատ ավելի առաջ է անգնում, ասենք, 8-ից 10 տարի։ Այդ եթե ծնողների օգնությամբ այդ առաջ ոնց որ ասած առաջ ընկնելը հարթվում է եւ ոչինչ ջանդամ, թող 27 տարեկանում հասուն տղամարդ դառնա, որոշ մեծ արուստներ կամ արուստներ մտածում են, ընդունելի տարբերակ է։ Եթե
այդ կես տարի կամ մի տարի ծառայությունը կա։ Ինչի համար եմ ասում, մի ամիսը սխալ է, իսկ կես տարին կամ մի տարին ճիշտ։ Որտեվ մի ամսվա մեջ ինքը աբսոլյուտ ոչ մի բան չի, ինքը լրիվ դեկլարատիվ յանիմ ծառայել է, յանիմ, իրականում ինքը կարանտին չի անցնում նորմալ, որտեվ կարանտինը այդ կուրս մալադովը բայց այդ առաջի բանը, ինքը մի ամիս ինքը 40 օր է ընդհանրապես, էլի, իսկ մի ամիս դա նույնիսկ կարանտին չի անցնում։ Հետագայում հենց նույն բանը երեսփոխանա ասում են, որ հետո հավաքների մասնակցի 25-օրյա հավաքների պետք եղած վախպետությունը իրան կանչի նաև երևի պատերազմական գործողությունների հետ երբ որ ասում էր որ հավաքագրի մոբանի մի ամսվա ծառայություն տեսածը այդ վախտել չի գա։ Չի գա ընդհանրապես, որտեվ ինքը քաչ կգիտակցի արդեն մի քիչ ավելի հասուն տարիքում, որ ինքը մնացել է թնդանոթի միս հասկացողության մեջ։ Ինքը ոչ մի բանի ունակ չի, ինքը մենակ մեռնելու է ունակ։ Իսկ կես տարի կամ մի տարի, մանավանդ եթե մի քիչ խելք ունենան եւ ծնողները ամեն առիթով չփախցնեն երեխուն տուն, յանեմ հիվանդ է, յանեմ մաղարիչով կամ չմաղարիչով զորամասից դուրս հանեն եւ ինքը նորմալ մարտական պատրաստություն անցնի, կարա նորմալ գիտելիքներ ձեռք բերի եւ ունակություններ եւ հետագայում 2 տարին մեկ, ասենք կանչվելով մոբի դասընթացներին ինքը իր մարտունակությունը կպահպանի եւ թնդանոթի միս չի դառնա, ասենց ասեմ։ Կարճ ասած օրենքը ինձ դուր է գալի, որոշակի թերություններ կա մեջը, կա մեր քաղաքացիներին, որոնք որ իրենց ծնողների կողմից փախցվել են դեռևս երեխա վիճակում կամ պատանի վիճակում եւ արդեն հասուն տղամարդիկ են ու էլի հետապնդվում են օրենքով ու այդ բանը հետապնդվելը շեմը մի քիչ բարձրացվի, որ իրանք պետությանը գոնե օգուտ տան, կաշխատի, հնարավոր է աշխատի, ես համոզված չեմ, որովհետև ով միջև 27 տարեկան ձգել է, կարա միջև 37 էլ ձգի, ով միջև 37 ձգել է, միջև 50 էլ կձգի։ Եթե կան մարդիկ, ովքեր որ իրանց երեխեքին այնքան են թույնել, որ գերադասում են իրանց զավակները բոմժ, փաստացի բոմժ վիճակում գտնվեն, առանց փաստաթուղթ, առանց իրավունքների, ինչա մի հատ պարտականություն չկատարեն երկրի նկատմամբ, ապրեն օտարության մեջ կամ պահկված Հայաստանում, ու ոնց ասեմ ձեզ, այդ մարդը արդեն պիտանի չի ոչ մի բանի էլի, իրոք ոչ մի բանի, որպես կթուկով էլ պիտանի չի էլի, որ պետությանը փողեր մուծվի, այդ չի էլ անի։ Կարծում եմ, ասենք, որ այդ օրենքը որոշ հատվածներում չի աշխատելու, այդ որ բանը 37 դարձնեն, գանձառային, յանեմ ավելի հասուն են դարել ու որոշել են, որ չէ, все-таки բան անեն, էլի, իրենց պարտքը կատարեն, հնարավոր է շատ չնչին քանակ մարդ լինի, ես դրա մեջ մեծ շանսեր չեմ տեսնում, օգուտ կարա լինի, չնայած իմ հետ ահագին մարդ վիճում է, արդեն մի քանի անգամ ես օրենքի շուրջ զրույցներ ունեցել եմ, տարբեր, ասենք, խելքը գլխին մարդկանց հետ, իրենք վիճում են իմ հետ, որ դա այնքան էլ ճիշտ չի, այդ սոցիալական անարդարություն, չէ, որ պարոն Վարդանով դուք սոցիալական արդարության, ասենք, կողմնակիցն եք, այստեղ կա սոցիալական արդարություն, եթե ամբողջությամբ բանակից չի ազատվում, այլ ծառայում է կես տարի կամ մի տարի։ Այդտեղ կա սոցիալական արդարություն, որովհետև այդտեղ են արդեն ворցանալու process-ը սկսում է իր մոտ, եւ ինքը ես հիշում եմ մի հատ ֆիլմ կա, որը շատ ճիշտ բնութագրում է տղամարդուն այդ առումով, ռուսական ֆիլմ է, Չեչնիայում կամ Հյուսային Կովկասում պատերազմի մասին է, որտեղ որոշակի ՉՊ-ից փրկելու համար տղային ծառայության են ուղարկում եւ մայրը կայրանում գոռում է կես տարի հետո քեզ կհանենք բանակից։ Ու ինքը մնում է միջև վերջ, ու հերոսաբար կռվում է, այնտեղ բան է ստանում, բարձր պարգև է ստանում, ֆիլմը կոչվում է Գրազավոյե վարոտ։
Հետաքրքիր ֆիլմ է, ասենք գոնե ինձ հետաքրքիր է թվացել։ Անդե դրա մասին կա, ու ես կարծում եմ, որ բանա նման դեպքում այդ հարուստները կամ մեծահարուստները, որոնք թքած ունեն սոցիալական արդարության վրա եւ ավելի շատ պետական մեքենայի ճնշման տակ են իրանց զավակներին ուղարկելու, պետք է մի քիչ խելք հավաքեն եւ որոշումը հետագա ծառայության թողեն այդ երիտասարդի վրա։ Իա ինքը որոշի, մոծվի, թե ասենք բան շարունակի։ Դառնա կաթուկով, թե արդեն ասենք ցլիկ վիճակից դուրս եկած ցուլ big prize-վազից էլի, էլի։ Որովհետև իրական ասենք բանը շատ խելքը գլխին մի հատ աշխատանք եմ լսել, ուրեմն բանը կարդացել, բանի վերաբերյալ, որ պատերազմից խուսափողների զավակներն են ողջ մնում, որոնք որ փախել են, դեզերտիր են եղել, պահկվել են եւ այլն, հիմնականում ուրեմն զոհվում են կարգին տղամարդիկ եւ այդ հիմա որ մնացել է երկրագնդի վրա այդ փախածներն են։ Դա մեզ չի վերաբերում, որովհետեւ Հայաստանի Հանրապետության տարածք, այս հյուսիս-արևելյան հատվածը Հայաստանի, որը որ ռուսական տիրապետության տակ էր, փախստականները, որոնք արևմուտքից եկան կարելի ասել միայն արևմտյան Հայաստանի այն մեր հայրենակիցները, ովքեր որ կռվեցին, ովքեր որ պայքարեցին, հաղթական ավարտ եղավ իրանց, ասենք, պատերազմը, մի քիչ բախները բերեց ռուսական ճակատը մոտիկացավ, նկատի ունեմ Վան, Շաթաղ, օրինակ կային օջախներ դիմադրության, որը ճակատից շատ հեռու էր, թե ռուսական ճակատից, թե բանա անգլիական, ասենք, զորքերից, որոնք բանի կողմերն էին, Եգիպտոսից էին սխմում, ասենք, Ուրֆայի դիմադրությունը, Մուսալերան, ասենք, բախտը բերեց, չէ, ծովափին գտնվելով Գիշան նավը տեսավ եւ Գիշանն ու Ժաննադարկ նավերը իրաց տեղափոխեցին ֆրանսիական։ Այդ հիմնականում շատ հեռու գտնվածները չեն փրկվել, բայց ով որ մոտիկա գտնվել ռուսական ռազմաճակատին, կովկասյան ռազմաճակատին, իրանք իրենց կամային հատկությունները ողջ մնալու համար պայքարելու իրենց ցանկությունները իրականացրած ինքնուրույն իրականացրած մարդիկ են, ովքեր որ թվով մոտ 400,000 տեղափոխվել են փոքրիկ 1 միլիոնից քիչ բնակչություն ունեցող, ասենք, այս տարածքը։ Իսկ հայերի պահով որ վեգալս երևի կես միլիոն էր, որտեղ մի կես միլիոն էլ երևի ուրիշ ազգեր էին։ Ու ստացվում է, որ մենք բոլորս, sense tenants, այդ պատերազմած, հաղթած, գոնե այդ ճակատամարտում, որը իրանց, ասենք, թույլ տվեց, որի արդյունքներում իրենք հայտնվեցին Արևելյան Հայաստանում, մարդկանց ժառանգներ ենք։ Ու դա քիչ չէ, էլի մենք 10-ից ավել, ասենք, դիմադրության օջախներ ենք ունեցել, որոնցից ուրեմն կեսից ավելին այս ռազմաճակատին մոտիկ լինելու պատճառով փրկվել են, то есть մենք կակրաս մի քիչ տարբերվում ենք այդ լուրջ ուսումնասիրության բանում արդյունքում բանից այդ եզրահանգումից, որ դեզերտիրների երեխեքն են ողջ մնում, ոչ, դեզերտիրների երեխեքը չեն ողջ մնում, որովհետև մենք ունենք օրինակ, մեր դեպքում կակրաս հակառակն է, որովհետև մենք ունենք ոչ թե հակառակորդ, որը ուզում է մեզ հաղթի, այլ ունենք հակառակորդ, որը մեզ ուզում է բնաջնջի։ То есть այդ դեզերտիրների, ժառանգներ, փախնողների, վախկոտների երեխեքը դա հնարավոր է այն պատերազմներում, որտեղ բնաջնջման վտանգ չկա։ Իսկ այնտեղ որտեղ կա բնաջնջման, ցեղասպանության ռեալ վտանգ, այնտեղ տենց չի։ Ով որ կռվում է, իրանք ողջ են մնում։ То есть կռվելու ունակ երիտասարդներին, եթե դու սոցիալական արդարությունը թեկուս մասնակի պահելով, այս օրենքը դրա մասին է, թեկուս մասնակի պահելով հնարավորություն ես տալի հետնել, որ ինքը որոշի արդեն կես տարին լրանալուց շարունակում թե չէ, вообще կայֆ կլինի։ Այդ օրենքը լրիվ իդեալական կաշխատի։ Բայց պարոն Վարդանով, մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ իրենց երեխաներին
հետ են պահում ոչ թե բանակում ծառայելուց, իրենց պարտքը կատարելուց գոնե մի մասը, այլ բանակում տիրող բարքերից եւ այս առումով ձեր դիրքորոշումն էլ ենք բազմիցս այս տաղավարից լսել, ինչն է հետաքրքիր այս դեպքում, երբ որ բանակում կան հստակ բարքեր, որոնց փոխել կարծես թե դեռ չի հաջողվում, ինչ կլինի, եթե մեծ մասը Հայաստանի բնակչության, ովքեր անգամ ունակել չեն այդ գումարը վճարելու, լինի պարտքով, լինի վարկով, գտնում են մի մասը կամ մեծ մասը եւ վճարում են պետական բյուջե, որպեսզի հետ պահեն իրենց զավակներին այնտեղ տիրող բարքերից։ Այս առումով մենք բանակի հզորության տեսանկյունից չենք ունենում թուլացում կամ ռիսկ, որ այ մեր բազան, մեր հզորությունը դրանից նվազելու է ինչ-որ չափով։ Դրա մասին չի էս օրենք գրված։ Ինքն դրա մասին է, որ տարբեր, ասենք, երկրների քաղաքացի երեխային տանում են դեռ երեխա վիճակում, տանում են արտասահման քաղաքացիություն են շնորհում, իսկ քանի որ, ասենք, մեկը երկրորդ սորտ է, որ երկրում էլ ապրես, նորից գալիս են Հայաստան արդեն օտարազգի, ասենք, անձնագրերով, ու այդ ծախսը գնալ գալու հենակ արած չտանես, ասենք, չմուծես, չծախսես, որոշակի ձևով չգցես բանը կենսունակությունը, ասենք, բանում քո երեխայի բանը հասակակիցների հետ համեմատ, որտեղ այդ տեղափոխությունները իրան կրթությունից է կտրում, գցում է, ասենք, որակը կրթության ռեյտինգն է գցում իր հասակակիցների մոտ եւ այլն։ Իսկ դա շատ կարեւոր է, էլի, ասենք, ռեյտինգ, սոցիալական, մենք արդարությունից խոսում ենք, բայց պետք է հիշենք, որ նաեւ սոցիալական տարբեր սանդղակներ կան, ու այդ սանդղակի մեջ բանը, երբ որ շրջապատը տեսնում է դու ինչ քայլերի ես դիմել, որ ի տարբերություն իրանց բանակ չես գնալու, դա մեծ հարցական է, ասենք, ինքը ավելի շատ է չմարի տանում իր զավակին նման բան անելով։ Իսկ բանը, եթե դու այդ գումարը, որը որ սենց թենես ծախսելու ես, ծախսես Հայաստանի բյուջեն, քո զավակը հնարավորություն է ստանում տղամարդ դառնա ավելի քիչ ժամանակ ծախսելով դրա վրա։ Դա դրա մասին է։ Իսկ եթե վերցնենք բարքերը, ես այնքան էլ համաձայն չեմ, որ ուղղել հնարավոր չի։ Ես հիշում եմ սրանից մի 10 քանի տարի առաջ Եղնիկներում մի տղայի մասին, ով այնտեղ սերժանտ էլ չէր, կարծեմ Շարքային էր, թե սերժանտ էր դառել, Հարութի ազգանունը ոնց էր, չեմ հիշում։ Ընդհանրապես ազգային, ասենք, գաղափարներ ունեցող երիտասարդ էր, հայտնվեց բան Եղնիկներ ծառայելու, ինքն էլ քանդակագործ, երևի ծանր ձեռք, շատ արագ բարքերը դզեց ամբողջ գնդի։ Սկզբից գումարտակում, հետո բանում ամբողջ գնդում շատ արագ բերեց դրան, որ ասենք, երբ որ մենք այնտեղ գնացել էինք Պարյան Դավիթի եւ Զաքարի հետ Խոջաբաղյան, հսկայական քանակ երիտասարդներ, ասենք, բանին շուրշպար բռնեցին, հայկական պարեր էին դու մի ասա սովորել այդ Հարութից եւ իրան փոխարինած այնտեղ էլի տղաներ կային։ То есть մեկ հոգի անգամ կարա սուտա որ մի ձեռով ծապտալ չի լնում, ելնում է, ով ասում չի լնում է, մի ծաղիկով գարուն էլ է լինում, то есть հնարավոր է փոխել, չկա կամք ղեկավարության փոխելու, չկա կամք, որովհետև հեշտ է ավելի ասիչի հետ, եթե դու զորամասի հրամանատարություն ես, հեշտ է ասիչի հետ քո գործերը բանանել, մեկին կանչում ես, ասում ես արա, սենց պետք է լինի, չէ, նայ, օդպուսկ չես ստանա, ու вообще քեզ կուղարկենք ձիզբատ, ինքը այդ հարցերը լուծում է, դա հեշտ է, դարապես պետական չինովնիկները, իսկ զորամասի հրամանատարը դա արդեն ինչ որտեղ նաև պետական չինովնիկը, հաճախ իր ստորադասերն էլ, իրենք աշխատում են քիչ աշխատեն, նույն փողը ստանալով, այդտեղից է գալի, թե չէ բուժել հնարավոր չի այդ բարքերից հայկական բանակը, ով ասում, սուտ է, երբ որ Սեյրան Օհանյանը դառավ պաշտպանության բանակի ղեկավար, ես չեմ լսել, որ այնտեղ ուղղակի, ասենք, այդ բաները, բարքերը շարունակ էին, որովհետև ինքը շատ դաժան պայքար ընդես սկսեց, հետո երբ որ տեղափոխվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժեր, նույն ձևով, ռազմական ոստիկանության այնպես կարտ բլանշեր տավ, ընդ ճիշտ է, լիքը համահանոցի էլ ա եղել,
Ես իշքան հիշում եմ, բանը Սեյրան Օհանյանի ներքին կարգադրությունն ա եղել, կարող է դի անգամ էլ է տենց չի, բայց տենց խոսակցություն կար, բանը իրավապահ մարմինները բանակի դատախազություն ռազմական ոստիկանություն, որ մեկ սպանված կամ մեկ հրաձգություն, ասենք պոստում հայ վրա, պետք է մի հոգի անպայման դատվի։ Ունդեղ այնքան ա եղել, որ ասենք դիվերսանտի կրակոցով հայ սպանվել, կողքը հային են դատել, որ դիվերսանտի ներխուժումը ներս մտնել է ինչ որտեղ կոծկ են, փաստորեն գնդի հրամանատարության կամ բրիգադի հրամանատարության սխալները կոծկելու համար համաձայնվում էին դատեին զինվորին, որ իրենց սխալները չերևա, իրենց բաց թողումները չերևա։ Դες դեպքեր էլ ա եղել։ Բայց ամենայն դեպս, եթե պայքարը սկսում են, կարող են բան անեն։ Իսկ գնդում ընդհանրապես դրա դեմ պայքարել էլ պետք չէ, էլի, ընդհանրապես պրոստը այդ բանը արհամարում ես այդ ոնց որ ասած ասիչներին ճակերտավոր ու քո կամքը իրականացնում ես հրամանատար լինելով, շտաբ լինելով, ասենք, քո կամքը իրականացնում ես ենթակա օֆիցերներով։ Ու եթե օֆիցերը չի կարում, այդում կողքը կայնում ես, հələ հետո ਵਾ որ համարցակվում է քո կամքը չկատարի, ոչ թե այդ լեյտենանտի։ Լեյտենանտը ընդամենը փոխարինցել է քո կամքը, հետո ਵਾ որ համարցակվել է քո կամքը չկատարի։ Դուս եթե հետևողականորեն գնում ես քո խոսքի կատարմանը ու ստավկեն չես անում, ասենք քո խոսքը փոխանցողը չես դարձնում բարքերակրողին, ամեն ինչ հեշտ դզվելու է։ Ну հեշտ չի, բայց կդզվի։ Բավականին արագ։ Բանը երբ որ ասում են բարքերը, բան, ցենց արմատական, այդ երբ արմատական, այդ ոնց է ասենք մի 50 տարի, 60 տարին արմատական էդի մտել է, իսկ խոսքի մի քանի հազար տարվա արմատականը արդեն չկա, դա այդպես ոնց է լինում։ Սուտ է էլի, այդ սաղ սուտ է։ Հենա Սաակաշվիլին 2003-ին եկավ իշխանության 10 տարի պահեց, հələ նայեք, այսօր նույն Վրաստանն է, ինչ որ 10 բանա 2003 թվականից առաջ էր, չէ՞։ Իրան արդեն 10 տարուց ավել հանել են, էլ եսին որ ջանդամները գնաց, ասենք, հիմա էլ գժանոցում ապարկած, մեկը իր, ասենք, առաջ տարած ու մցրած բաները, ասենք, մնացել է, որոշակի թեթևացում կա, ասենք, պետության, խստության բանի հետ կապված, բայց մեկը ժողովուրդը երբ որ սովորում է, ոնց որ ասած ճիշտ ապրելուն, էլ սխալ ապրելուն իրան այնքան էլ չի ձգում։ Իսկ հանցագործ աշխարհը underground ինքը միշտ եղել է, միշտ էլ լինելու է, բայց underground-ը, ասենք, store gate-նյա էլի, ինքը տենց էլ պետք է լինի։ Հանցագործ աշխարհը պետք է լույսի տակ դուրս չգա, եթե ինքը դուրս է գալի լույսի տակ, ինքը էլի հանցագործ աշխարհ։ Իրան մեկից մեկ տեսնում ես, ձերբակալում ես, ինչ պետք է ասենք, բան ես։ Հանցագործ աշխարհը ամեն տեղ կա, ամենը դրական երկրում կա, իր դեմ պայքարնել, ասենք, շատ հաճախ անարդյունավետ է, իսկ վերջնական որ վերացնես այդ ամեն ինչը սուտ է, չի լինում այդպես բան։ Նույն ձևով եթե զորամասում այդ բարքերի դեմ առնես, դա չի նշանակում, որ ներքին ինչ որ բաներ չի լինել։ Բնական է լինելու է։ Բայց քո խնդիրը դրա մեջ է, որ քո խոսքը հրամանատար ջան, կամանդիր պալկա կամ կամբատ, քո խոսքը ոչ թե կատարի ասիչը, այլ քո տեղակալները, վաշտերի հրամանատարները, դասակների հրամանատարները, այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի։ Շնորհակալություն պարոն Վարդանով, մեր եթերը ժամանակը մոտեցավ իր ավարտին, իսկ ես մեր ռադիո լսողներին ու ռադիո դիտողներին հիշեցնեմ, որ եթերում հետախույզի օրագիր հաղորդումներ, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։